Մեզ մեղադրում են ահաբեկչության մեջ, բայց այս երկրի ահաբեկիչներն իրենք են։ Արդեն ապացուցված փաստ է, որ մեր գործի մեջ կեղծված ապացույցներ կան, եւ որևէ ձևով արձագանք չի եղել։ Ոչ ԱԱԾ-ն է իր մեղքը ճանաչել, որ սխալ արձանագրում արել, ոչ քննչական կոմիտեն է իր մեղքը ճանաչել, ոչ դատախազությունն է ընդունում, դատարանն էլ ասում է դեռ ապացույցների քննման փուլին չենք հասել, բայց հասնենք իրենք էլ խոսք չունեն ասելու, որովհետեւ բոլոր կառույցները ենթարկվում են Նիկոլ Փաշինյանին։ Այդտեղ արդարության հարց չկա։ Արդարությունը կլինի այն, մենք հիմա ուրախանում ենք Նոր տարուց առաջ մայիսի 30-ին Մովսեսին Շարբաթյան ազատ արձակեցին, ուրախացել էին բոլորը, Մովսոն կլինի տանը, երեխեքի հետ կլինի, ասենք ուրախանում ենք, որ արդար մարդուն ազատ են արձակում, այս մեր ժամանակների աբսուրդն է, էլի։ Ընդ որում ազատ են արձակում, բայց պայմանական, էլի, տնային կալանքում է ինքը նույն ձև ինտենսիվ խափանման միջոց է։ Այդտեղ արդարության կոմպոնենտ չկա, նշույլ չկա, անգամ մեր եպիսկոպոսները հանիրավի զրպարտված են եւ հիմա գտնվում են քրեակատարողական հիմնարկներում, բայց իրենք ուղղակի այդպիսի բաներից վախեցող մարդիկ չեն, էլի, իրենք շատ ամուր են, ձիգ են ու նույնիսկ կարող եմ Բագրատ Սրբազանի մասով ասել, որ ավելի օգտակար է եղել այնտեղ իր գտնվելը, մի քիչ հանգստացել է գոնե այդ մարդը, ես իրեն 10 տարի է ճանաչում եմ, միշտ ասում էի դուք ձեզ սպանելու եք այս ձևով, որ առանց քնելու, հաց ուտելու անընդհատ ժողովրդի հետ եք տարբեր տեղերում, չի կարելի այդ ձևի գրաֆիկով ապրել, նա Աստված իրան տարավ, ասում է մի քիչ հանգստացի, մի քիչ կհանգստանան, դուրս կգան այնտեղից, մեր Տեր մանուկ եկավ, կներեք, օրհնեցեք Տեր այդ ջան։ Դուք ինչպես եւ Բագրատ Սրբազանը անցնում եք ահաբեկչության գործով, այսպես ասած։ Վախենում եք։ Ինչու դատանը որոշեց ձեր խափանման միջոցը փոխել, իսկ Բագրատ Սրբազանին օրինակ ոչ։ Ինձ կալանքի պահելով ճնշում էին Բագրատ Սրբազանին եւ մյուս տղամարդկանց, ովքեր ներգրավված են մեր գործով։ Նույնիսկ այն մարդիկ, ում հետ ես առնչություն չեմ ունեցել մինչեւ սա։ Մեր պայքարի աջակիցներից այս ամանորի տոներին գնացել էին Չախալյան Վահագենս տուն, ասում եմ Չախալյան Վահագին փողոցում տնայի, մաքսիմում կարող է ասեի բարև ձեզ անցնեի կողքով կամ կարող է ընդհանրապես չբարևեի։ Այսինքն այդ մարդը մեր հետ այդքան առնչություն չի ունեցել, էլի պայքարի հետ։ Գնացել են իրենց տուն կինը, ում ամուսինը գտնվում է հիմա բանտում, ասում է ես էլ էի պատրաստ, ինտերվյուս ալես, ասում է ես էլ էի պատրաստ, որ Վահագը թող մնա կալանքի մեջ, բայց Լիդիան լինի ազատության մեջ։ Այսինքն այդ մարդիկ իրանց ընտանիքներով բոլոր նեղվում էին, որ ես գտնվում եմ կալանքի մեջ, ինձ դրա համար պահում էին կալանքի։ Բագրատ Սրբազան բնականաբար ազատ չեն արձակելու, քանի որ դեռ վտանգ է ներկայացնում իրենց համար։ Միակ մարդն էր, ով որ փողոցային որոշ ակտիվ գործողություններ էր ուզում անել, մեր սահմանադրական։ Այսինքն իշխանափոխության վտանգ նկատի ունեք։ Այո։ Ճիշտ է, կոտրեցին լավ այդ թափը, բայց Բագրատ Սրբազանը այն մարդն էր, ով ասում էր միակ տարբերակը այսօր այդ է, որպեսզի մեր երկրում փոփոխություն լինի։ Իրենք էլ դրանից վախենալով դիմեցին համապատասխան քայլերի։ Ինձ ազատ արձակեցին, որովհետև եղավ ժողովրդական ճնշում, այլ պարագայում ես ազատության մեջ չէի լինելու։ Իրենք դրանից նեղվեցին, մի շաբաթ առաջ ասեցին ցավում ենք, բայց դեռ վտանգը մեծ է, որ կարող է Լիդիա Մանթաշյանը ազդել գործի վրա, դրա համար 3 ամսով կալանք ենք տալիս, ընդ որում տնային կալանք չէ, քրեակատարողականում էի ես կալանքս կրում։ Մի շաբաթ հետո ժողովրդի ընդվզումից հետո ասեցին, չէ, ոնց որ այդքան էլ վտանգավոր չի Լիդիան, իրան նիստերի դահլիճից ազատ ենք արձակում։ Այդ ինչ արդարադատություն է այս երկրում, եթե ահաբեկչին դուք նիստերի դահլիճից ազատ եք արձակում։ Մի շաբաթ առաջ ողջույն ասել էիք, որ շատ վտանգավոր մարդ է։ Այդպես աբսուրդ է այն ինչը որ իրենք արել են։ Կարող է հիմա ուրիշ օրակարգ ունեն, որոշեն սրբազաններին տնային կալանք տալ, վարչական հսկողություն նշանակել, չգիտեմ, չեմ կարող ասել, քանի որ արդեն կարողացել են ուրիշ օրակարգեր բերել մեր իրականություն, հնարավոր է այտենց ինչ-որ բաներ անեն, բայց միևնույնն է իրենք պատասխան են տալու իրենց արած բոլոր մեղքերի համար։ Նիկոլ Փաշինյանը 10 եպիսկոպոսների հետ նաև հայտարարություն ստորագրեցին, որով փորձում են վեհափառին հանգստի կոչել, ըստ ձեզ ի վերջո իշխանությունը կկարողանա վեհափառին հեռացնել։ Նման բաներ տարբեր ժամանակաշրջաններում եղել են, եկեղեցու ներսից հերձվածներ են դուրս եկել,
եւ եպիսկոպոսներ են եղել, ոչ բարի, այսպես ասեմ, էլի վատ բառը չօգտագործեմ, բայց եկեղեցին միշտ հաղթող է դուրս եկել, այնպես որ իրենք չեն հաջողել։ Իրենք արդեն իրենց գործողություններով իրենց այդ 10 եպիսկոպոսները դուրս են դրել եկեղեցուց։ Հուսամ կվերադառնան ճիշտ կանոնական դաշտ, բայց եթե չվերադառնան, արդեն մեղքը իրենց վիզը, իրենք շատ մեծ մեղք են գործել, շատ մեծ մեղք են գործել այն ինչ որ իրենք արել են ու այդ մեղքի հատուցումը դաժան է լինելու, ես անկեղծ խղճում եմ իրենց։ Չեն հաջողելու, հաստատ չի կարողանալու Նիկոլ Փաշինյանը հաջողել, եթե նույնիսկ իրեն հաջողվեց ինչ որ պատրվակով, չգիտեմ ինչ պիտի գտնի Վեհափար Հայրապետին տանի կալանավայր, Վեհափարի գահը կլինի այդ կալանավայրի տաբուրետկան, ուրիշ տարբերակ չկա։ Վեհարանը կլինի այդ կալանավայրի իր խուցը։ Հուսամ չի հասնի նրան, որ ինչպես Խորեն Մուրադբեկյանին խորհրդային իշխանությունները խեղդամահարեցին, որոշեն մեր Վեհափարին կյանքից զրկել, հուսամ դրան չի հասնի։